Ժողովուրդ օրաթերթը գրում է. Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար ՔՊԱ-ական Մեհեր Ախտոյանի հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք, նրանցից միայն մեկին Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է Ֆազ մականմամբ, կալանավորեցին։ Մյուսները, չնայած ծանր մեղադրանքներին, մնացին ազատության մեջ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս։ Անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը։ Խորհրդի այս որոշումը երեկ ընդունվել է առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Ենթադրվում է, որ շուտով իշխանականներն ու նրանց սպասարկողները կթմբկահարեն, որ հրաժարվել են այս վատ դրույթից եւ դա պատմական որոշում կհամարեն, քանի որ դրա էությունն այն էր, որ պետք է պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ձևավորվի։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում, վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում։ Պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է, զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ՔՊ բերել, նաև Արսեն Թորոսյանին։ Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախօրեին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին։ Պարզվում է, թիմում անսպասելի չեն եղել Ալխազ Ղազարյանի ձայները։ Նա կանանցից ամենաշատ ձայն է ստացել՝ 513 քվ։ Հրապարակ թերթը գրում է. Չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց լուսաբացի Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը, իր գրառման մեջ ուղղակիորեն ուղղորդելով մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը։ Սակայն երեկ մինչև աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չէր հրավիրվել։ Ենթադրվում է, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը ու պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Ի դեպ, ոստիկանության վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին եւ համակարգում չեն կարծում, թե կատարվածի պատասխանատվությունը պետք է կոտրվի նրա ուսերին։ Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոն անկարվեն, եթե ոչ ՆԳ նախարարը։ Էջմիածինը մշտապես եղել է խնդրահարույց շրջան, թե կլանային բախումների տեսանկյունից, թե ապօրինի զենքի շրջանառության, ուստի կատարվածը պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք է։ Փաստորաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1976 որոշման մեջ։ Կառավարության 2018 թվականի թիվ 405N որոշման մեջ 2025 թվականի հունվարի 1-ի թիվ 48N որոշմամբ կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում նախազորակոչիկի, զորակոչիկի պահեստազորի մասնակից քաղաքացիների բժշկական փորձաքննությունն իրականացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում առկա բժշկական տվյալների հիման վրա։ Ընթացքում պարզվել է, որ շատ հաճախ բժշկական հաստատությունների կողմից պետպատվերի շրջանակներից դուրս ստացած բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է էլեկտրոնային առողջապահական համակարգում։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։